Երևանում կկայանա հայ-ադրբեջանական քաղաքացիական երկխոսության հանդիպում։ Փետրվարի 13-ից 14-ին Հայաստանում խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում նախատեսված է երկկողմ կլոր սեղան։ Հանդիպման ընթացքում մեկ հարթակում կհավաքվեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ խաղաղության գործընթացին առնչվող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նպատակով։ Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է մուտք գործել ցամաքային ճանապարհով, անցնելով արդեն սահմանազատված և սահմանագծված հատվածով և պահպանելով բոլոր սահմանային ընթացակարգերը։ Կազմակերպիչները սա դիտարկում են որպես վստահության ամրապնդման կարևոր քայլ։ Քննարկումների առանցքում կլինեն այն գործընթացները, որոնք բխում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից։ Հայկական պատվիրակություն։ Արեգ Քոչինյան, Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ։ Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ։ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն։ Նարեկ Մինասյան, Հայկական խորհուրդ կենտրոնի ասոցացված փորձագետ։ Սամվել Մելիքսեթյան, փորձագետ։ Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ։ Էդգար Վարդանյան, ասոցացված փորձագետ։ Ռոբերտ Ղևոնգյան, փորձագետ։ Լուսինե Խարաթյան, գրող, մշակութային մարդաբան։ Նելլի Մինասյան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Դավիթ Ստեփանյան, ՄԿՄ-ի քաղաքական մեկնաբան։ Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Էլեոնորա Սարգսյան, խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ։ Նաիրա Մարտիկյան, Jam News-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն։ Վազգեն Կարապետյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն։ Տաթև Դանիելյան, Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Արմեն Պետրոսյան, Օրբելի կենտրոնի փորձագետ։ Ալեն Ամիրխանյան, Ամերիկյան համալսարանի Յոկեբյան կենտրոնի տնօրեն։ Նելլի Ռաֆայելյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող։ Ժիրայիր Հավետյան, Հանրային հեռուստաընկերության օպերատոր։ Ադրբեջանական պատվիրակություն։ Ֆարհադ Մամեդով, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն։ Ռուսիֆ Հուսեյնով, Թոփչուբաշով կենտրոնի տնօրեն։ Քամալա Մամեդովա, One News Az on-line հրատարակության գլխավոր խմբագիր։ Ռամիլ Իսկանդարլի, Ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ։ Ֆուադ Աբդուլլաև, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ։ Քոնուլ Բադալովա, Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող։ Զաուր Շիրիև, Carnegie Russia and Eurasia Century փորձագետ։ Մուրադ Մուրադով, Թոփչուբաշով կենտրոնի փոխտնօրեն։ Այթեն Գահրաման, Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի խորհրդական։ Ռաուֆ Աղամիրզաև, տրանսպորտի փորձագետ։ Գյուլբենիզ Գամբարավա, Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա ՀԿ նախագահ։ Նազրին Ալիևա, Մարդու իրավունքների աջակցություն ՀԿ ներկայացուցիչ։ Էլդար Համզալի, անկախ փորձագետ։ Սանան Ռզաև, CBC հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան։ Գյուլշան Ախունդովա, կին զարգացում ապագա ՀԿ նախագահ։ Էմին Ալիև, Trend միջազգային լրատվական գործակցության գլխավոր խմբագիր։ Օրխան Բաբաև, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից։ Իլիաս Հուսեյնով, Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ։ Ֆուադ Ագամալիև, CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ։